Բարի երեկո բարեկամներ, հերթական խաղային օրն է մեզ մոտ մեկնարկում եւ այսօր երկու հանդիպում ենք ձեզ ներկայացնելու։ Հիմա առաջին հանդիպում ենք տեսնում ենք, որ մեկնարկելու, որտեղ միմյանց հետ մրցում են Երևանը եւ Նապոլին։ Երևանը դեռ այս մրցաշարում միավոր չունի, տեսնենք այս հանդիպումը նրանք ինչպես կանցկացնեն։ Հիմա տեսնում ենք մրցավարի սուլի չկա։ Անցնեմ թիմերի հայտարարություններին։ Երևան դարպասում է համար 96 Տրթատ Ասերյանը, համար 2 Արթուր Քոչարյան, համար 6 Իգոր Հովանիսյան, համար 7 Թիմիավար Բախտերյան, համար 11 Աշոտ Մնացականյան, համար 15 Արտյոմ Ղազարյան, համար 22 Վահե Հակոբյան, համար 33 Նորայր Հովանիսյան, համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 77 Արտյոմ Ամիրխանյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Հիմա Երևանն է անցել, տեսնենք փոխանցում Արո Բխկելյան, փոխանցում է արված փրկեցին ի վերջո։ Նապոլի պաշտպանները այստեղ հենց մեկնարկում Երևանը կարող էր բացել հանդիպման հաշիվը անկյունային, տեսնենք փափուկ փոխանցում, հեռացված է գնդակը։ Կարապետյանի, Հարությունյանի հարվածից հետո պաշտպանը փրկեց իր թիմին։ Կրկին անցավ Երևանը գրոյին, տեսնենք։ Անցումները չստացվեց ի վերջո Ամիրխանյանի, Նապոլի դարպասը պաշտպանում է համար 1 Թաթուլ Ենգոյանը, համար 2 Կարո Պողոսյան, համար 3 Կարեն Հովանիսյան, համար 9 Գևորգ Սահակյան, համար 10 Արշակ Առաքելյան, համար 12 Թիմիավար Դավիթ Վարդանյան, համար 17 Արա Ավակյան, համար 22 Էմանուել Պետրոսյան եւ համար 23 Արման Երկոյան։ Տեսնում ենք, կարողացավ Երևանը մեկնարկում իր առաջին գրոհը կազմակերպել, շատ վտանգավոր գրոհ կառուցեցին նրանք։ Լավ դիրքում։ Լավ դիրքից հարված կատարեց Հարությունյանը, բայց փրկեցին պաշտպանները Նապոլի։ Տեսնենք Նապոլին հիմա այդ գրոհին ինչպես կպատասխանի։ Լավ փոխանցում, վտանգավոր կարող է լինել, բայց Պետրոսյանը չհասավ այս գնդակին։ Հինգ հանդիպում են անցկացրել Երևանի տղաները, դեռ ոչ մի միավոր չունեն նրանք Ռեալ Մադրիդի հետ։ Վերջին հորիզոնականներում են զբաղեցնում այդ երկու թիմերը, իսկ Նապոլին կրկին 5 հանդիպում է անցկացրել, 4 միավոր վաստակել, 1 հաղթանակ, 1 ոչ ոքի 3 պարտություն, նրանք էլ ոչ այնքան լավ են մեկնարկել մրցաշարը, բայց դեռ շատ հանդիպումներ կա անցկացնելու, կարող է ամեն բան փոխվել, տեսնենք Նապոլին է անցել գրոյի, Պողոսյան, վտանգավոր էր, հեռացված է գնդակը, կարող է Երևանը հակագրոյել, Բխկելյան, փոխանցում առաջ Հարությունյանին, Հարությունյան, փոխանցում Ամիրխանյանին, լավ անցում Ամիրխանյանից, Ամիրխանյան, շատ մանր աղարկեց այստեղ գնդակը Ամիրխանյանը, Բխկելյանը փոխանցումը կատարեց, հեռացված է կրկին գնդակը։ Շատ արագ խլեց հիմա Նապոլին գնդակը, բայց այստեղ էլ Կարապետյանն է լավ գործում, երբից հարված, փակված է այս հարվածի ճանապարհը, երկրորդ փորձով էլ Ենգոյանը հեռացրեց գնդակը, երկրորդ անկյունային է Երևանի կողմից այս խաղում, երբից հարված տեսանք Հայկ Կարապետյանի կողմից, ակտիվ են Երևանի տղաները, փափուկ փոխանցում, վտանգավոր էր հիմա Հարությունյանի փոխանցումը, բայց դաշտի սահմաններում հիմա Բխկելյանը գնդակը փոխանցում
Տուգանային հրապարակ վերցնում է գնդակը Թաթուլ Ենգոյանը եւ սկսում իր թիմի գրոհը։ Տեսնում ենք շատ լավ մեկնարկ են տվել դեռ Երևանի տղաները։ Տեսնենք Նապոլին հիմա ինչպես կպատասխանի դեռ նրանք գրող չեն կազմակերպել, կրկին Ամիրխանյանն է աչ եզրով ակտիվ գործում, Ամիրխանյան մտավ Տուգանային հրապարակ, փոխանցում եւ հիմա լավ դիրքից շատ բարձր հարված կատարեց Սպարտակ, Հարությունյանը ամեն բան արեց։ Հարությունյանի թիմակիցը տեսնում ենք աչ եզրով մտավ Տուգանային հրապարակ, Արտյոմ Ամիրխանյանը լավ փոխանցում կատարեց կենտրոն դեպի Կարապետյանին, բայց վերջինս մեկ հպումով ուղղակի երկինք հանեց գնդակը։ Արդեն մի քանի հարված տեսանք այս խաղում Երևանի կողմից, փորձում են նրանք հաշվի մեջ առաջանցնել, Վխկրյան հարված։ Կրկին վտանգավոր գրող տեսանք Երևանի կողմից, այս անգամ շեղեր Արեն Վխկրյանի հարվածը։ Նապոլին է գնդակով, տեսնենք նրանց առաջին գրողը կարող է լինել Պետրոսյան, բայց ոչ, այստեղ տեսնում ենք անկյունային է վաստակել իր թիմի համար Էմանուել Պետրոսյանը։ Փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է, շարունակվում է Նապոլի գրող Պողոսյան, լավ անցումներ տեսանք Կարո Պողոսյանից, խառնաշփոթ է հիմա Տուգանայինների մատույցներում Երևանի։ Ռոքելյան արված կատարեց թիմակցի վրա։ Երկրորդ տեմպով է շարունակվում Նապոլի գրող Կարո Պողոսյան, փափուկ փոխանցում եւ վերցնում է Ասերյանը գնդակը արագ նետում կատարում Ամիրխանյանի ուղղությամբ շարժվում է առաջ հիմա Արտյոմ Ամիրխանյանը փոխանցում հետ որոշեցին առարկել այստեղ Երևանի տղաները Նացականյան եկավ կենտրոն փոխանցում Հարությունյանին Հարությունյան թողում է գնդակը հիմա Ամիրխանյանին Արտյոմ Ամիրխանյան մտավ կենտրոն հարվածը փակված է Ամիրխանյանի այստեղ էլ չթողեցին հարված կատարի Սպարտակ Հարությունյանը կրկին Երևանը անցավ գրոյի Կարապետյան հարված եւ գոլ հաշիվը բացված է մեզ մոտ բարեկամներ Հայկ Կարապետյան 1-0 Հայկ Կարապետյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է բարեկամներ 8-րդ րոպեին, լավ գրող նորից կազմակերպեցին Երևանի ֆուտբոլիստները, այդ ճնշում այս մեկնարկային տվեց իր արդյունքը, կարողացավ հրաշալի գոլ հեղինակ դառնալ Երևանի ֆուտբոլիստը, հիմա տեսնենք այս գոլին ինչպես կպատասխանեն Նապոլիի տղաները, այսօր տեսնում ենք նրանց կազմից մի շարք ֆուտբոլիստներ են բացակայում, երկու արաբյանները չկան, Ալումյանը չկա, շատ են բացակայողները այսօր նրանց կազմից, դեռ նրանք հարված չեն կատարել անգամ այսօրվա խաղում Նապոլին է գնդակով Առաքելյանը թողեց առաջ հիմա գնդակը այստեղ Ամիրխանյան լավ կլեց կրկին գնդակը մտավ Տուգանային հրապարակ փոխանցում Վարդանյանն է փակում այս փոխանցման ճանապարհը կրկին անկյունային կտեսնենք Նապոլիի դարպասին շատ ակտիվ է տեսնում ենք այս 10 րոպեների ընթացքում գործում Արտյոմ Ամիրխանյանը նա հիմա գնդակի մոտ փոխանցում Տուգանային հրապարակ Կարապետյանին հարվածը այստեղ
Տեղի չունեցավ, կրկին հեռացված է գնդակը, հիմա էլ հակառակ ուղղությամբ կարող ենք լինել անկյունային, բայց եզրային նետում է նշանակել խաղի մրցավարը։ Այս անգամ անկյունային կլինի։ Տեսնենք, փափուկ փոխանցում, վտանգավոր էր։ Մի փոքր առաջ հեռացրեց գնդակը Ենգոյանը։ Տեսնում ենք մի փոքր խնդիրներ ունեն այս րոպեների ընթացքում Նապոլիի տղաները։ Արաքելյան լավ անցում կենտրոնով, նետվում է առաջ հիմա Արշակ Արաքելյանը, թողեց գնդակը Պողոսյանին, Կարո Պողոսյան։ Պողոսյան, ձախ եզրով հրաշալի անցումներ, թողեց գնդակը Սահակյանին, Սահակյան, հիմա պարկեց այս գնդակի տակ Աշոտ Մնացականյանը, անկյունային Նապոլիի օգտին։ Տեսնենք անկյունային Նապոլիի փոխանցում Տուգանային հրապարակ, բայց շատ ուժեղ փոխանցում ստացվեց Կարո Պողոսյանի կատարմամբ։ Երկար փոխանցում կերպին Ասերյանի կողմից։ Բայց գնդակ այստեղ Վխկրյանը, բայց անհաջող փոխանցում կատարեց, հիմա կրկին կարող է Նապոլի նետվել գրոյի, Պետրոսյան փոխանցումը չստացվեց Պետրոսյանի, Հարությունյան, լավ խաղարկում, շարժվում է առաջ հիմա Մնացականյանը, բայց կրկին լավ գործեց պաշտպանությունը Վարդանյանը և հետ վերադարձ դեպի Ֆրթատ Ասերյանը, երկար փոխանցում, լավ խաղարկեցին այստեղ գնդակը, կրկին Վարդանյանն է հաջող գործում պաշտպանությունում, անկյունային հիմա Երևանի օգտին, արագ խաղարկեցին այստեղ անկյունայինը Երևանի տղաները, Ամիրխանյան փոխանցում, Պողոսյանը հեռացրեց գնդակը, Հարությունյան պայծ գնդակի իր մոտ, փոխանցում դեպի Ամիրխանյանը, Ամիրխանյան, տեսնենք ինչ կմտածի հիմա Արտյոմ Ամիրխանյանը, լավ անցում, դեռ աջ եզրում է Արտյոմ Ամիրխանյանը, որից Վարդանյանն է պաշտպանվում նրա դիմաց, այստեղ եկավ օգնելու նրան Արաքելյանը և ի վերջո բաց թողեց գնդակը այստեղ իր ոտքից Արտյոմ Ամիրխանյանը, Նապոլին անցավ գրոյի, Սահակյան, Հովանիսյանը խաղադաշտ մտավ և հիանալի գործեց հիմա պաշտպանությունում, առաջին խաղակեսի հասարակացը հատեցինք բարեկամներ, 1-0 հաշվով Հայկ Կարապետյանի գոլի շնորհիվ Երևանը այս պահին հաղթում է Նապոլիին, Նապոլին է անցել գրոյի, Պետրոսյան վաստակեց այստեղ իր թիմի համար անկյունային, խաղարկված է անկյունայինը, նորից անկյունային,
Փոխանցում Սահակյանի ուղղությամբ հարվածը չկարողացավ այստեղ լավ լինել Սահակյանի հիմա նետվում է հակագրոյի այստեղ Երևանը շատ ուժեղ փոխանցում կատարեց հիմա Ղազարյանը բայց բայց դաշտի սահմաններում թիմակից է գնդակը Պետրոսյան երվից հարվածը փակված էր Էմանուել Պետրոսյանի այստեղ էլ դուրս եկավ իր տեղից Ասերյանը Հովանիսյան եկավ կենտրոն թողնում է գնդակը Վխկերյանին լավ խաղարկումներ հարված Ենգոյանն է փրկում հիմա իր թիմին Ամիրխանյան հարված այս անգամ էլ Պողոսյանն է հիմա կանգնում այս հարվածի ճանապարհին շատ վտանգավոր են այսօրվա գրողները դեռ Երևանի հիմա Նապոլին նետվեց գրոյին Սահակյան փոխանցում Երկոյան լավ անցում կրկին լավ անցում բայց վերջին փոխանցումը չստացվեց Երկոյանի վերջո հարված կլինի Ասերյանի պաշտպանած դարպասից Կրկին երկար փոխանցում ենք տեսնելու Հրթատ Ասերյանի կողմից անցած խաղում ուղղակի հրաշալի հանդիպում անցկացվեց Երևանի դարպասապահ դարձավ այնտեղ այդ խաղի լավագույն ֆուտբոլիստը բայց Երևանը ի վերջո նվազագույն հաշվով պարտվեց Բարսելոնային նրանք այդ խաղում կարող էին իրենց առաջին միավորները վաստակել այս մրցաշարի, բայց չստացվեց։ Ի վերջո բազում սեյվեր տեսանք Ասերյանից։ Լավ անցում հիմա Առաքելյանից շարժվեց առաջ։ Առաքելյան արված դարպասաձողը պրկեց հիմա Երևանին, Պետրոսյան արված է, բարձր էր հիմա Էմանուել Պետրոսյանի շատ վտանգավոր երկու հարված տեսանք Նապոլիի ֆուտբոլիստների կատարման, փրկվեց հիմա այս անգամ Երևանը հերվից հարված տեսանք Արշակ Առաքելյանից, երկրորդ փորձով էլ ավելացրեց Էմանուել Պետրոսյանը, Ամիրխանյան հրաշալի անցում, բայց խլեց նրանից գնդակը Պողոսյանը, ստեղել ապահության դեպքում հեռացրեց գնդակը Դավիթ Վարդանյանը, եզրային նետում Երևանին է լինելու, Անիսյան պայց իր մոտ գնդակը, խանցում հետ Կոչարյան Կորցրեց գնդակը այստեղ Հակոբյանը, բայց եկավ հիմա գնդակը Ամիրխանյանի մոտ կրկին փափուկ փոխանցում, շատ վտանգավոր էր հիմա այս փոխանցումը Արտյոմ Ամիրխանյանի, Հակոբյանի հարվածը տեղի չունեցավ ի վերջո, շատ լավ գտավ թիմակցին Ամիրխանյանը Նապոլիի տուբանայինների մատույցներում, ափսոս հարված չկարողացավ կատարել այստեղ Հակոբյանը, լավ անցում Պողոսյանից, Պողոսյան մտավ կենտրոն, Պողոսյան հարված ստրթատ Ասերյանի, հերթական սեյվն ենք տեսնում այս խաղում, հրաշալի անցումներ տեսանք հիմա Պողոսյանից անկյունային տեսնենք, փափուկ փոխանցում, որսած հիմա գնդակը այստեղ տրթատ Ասերյանը,
Հովանիսյան փոխեց գրոյի եզրը Ամիրխանյանի հետ է խաղարկում Արտյոմ Ամիրխանյան նորից Հովանիսյանն է գնդակով անցում Տուգանային հրապարակ, բայց շատ ուժեղ էր այս փոխանցումը Գոր Հովանիսյանի Վերջին 5 րոպեները մնացին մեզ առաջին կեսին բարեկամներ 1-0 հաշվով Երևանը դեռ հաղթում է Նապոլին ակտիվացավ մի փոքր Նապոլին տեսնում ենք վերջին 5 րոպեների ընթացքում մի քանի վտանգավոր հարվածներ կատարեց ի վերջո Վարդանյան վտանգավոր է գործում հիմա Վարդանյանին հենց կիսադաշտում Որես գնդակ այստեղ Հարությունյանը, Ամիխանյան, լավ փոխանցում, Ակոբյան արված և գոլ, կրկնապատկում է իր առավելությունը Երևանը, վայ Ակոբյան 2-0 Վայ Ակոբյան 2-0 կրկնապատկում է իր առավելությունը Երևանը Առաջին կեսի վերջն ամասում և արդեն 2 գոլ է առավելություն ունի այս խաղում կրկին լավ համագործակցություն տեսանք Երևանի ֆուտբոլիստների կողմից Քոչարյանն էտվել է Երևանը կրկին գրոյի Ակոբյանի հետ խաղարկեց, վայ Ակոբյան խլեց նրանից գնդակը հիմա Երկրանը, բայց արագ վերադարձ Երևանի կողմից հեռվից հարված Ղազարյանից փակված այս հարվածի ճանապարհը և հիմա կարող է հակագրոել Նապոլին Պողոսյան, ձախ եզրով շարժվում է առաջ Կարո Պողոսյանը և անկյունային հարված Նապոլիի օգտին Պոսյան փոխանցում Տուգանային հրապարակ Կարապետյանն է հեռացնում գնդակը Փոխանցում Սահակյան հարված վտանգավոր էր երկրորդ փորձից կարողացավ ուղղակի փրկել իր թիմին հիմա Տրթատ Ասրյանը շատ վտանգավոր փոխանցում տեսանք այստեղ Կարո Պողոսյանի կողմից անդրադարձ կարծես թե եղավ այնտեղ և փրկվեց հիմա Երևանը տեսնում ենք կրկին անկյունային Պողոսյան փոխանցում Տուգանային հրապարակ և վերցրեց գնդակը հիմա ուղղակի օդից Ասրյանը Կարապետյանը լավ գործեց պաշտպանությունում Գոյան արված Ասրյանն է կրկին փրկում իր թիմին, արագ նետում կատարում, հիմա կարող է հակագրոհ լինել Երևանի կողմից 2-1-ի փոխանցում Հովանիսյան պետք է գրավել դարպասը արված և այդպես էլ անում է Նորայր Հովանիսյանը հաշիվը դարձնելով 3-0 Նորայր Հովանիսյան 3-0 էլ ավելի է մեծացնում իր առավելությունը առաջին կեսի ավարտին Երևանը հակագրոհից այս կայծակնային օգտվեց ի վերջո Երևանը տեսնում ենք և վերջ բարեկամներ առաջին կեսը մեզ մոտ ավարտված է 3-0 հաշվով այս պայն Երևանը հաղթում է Նապոլին հիմա ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից
Բարեկամներ վերադարձանք երկրորդ խաղակեսը տեսնում ենք մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո շատ հարմար առավելություն ունի Երևանը Նապոլիի նկատմամբ 3-0 հաշվով հաղթում են Երևանի տղաները լավ առաջին կեսը անցկացրեցին նրանք մեկ անգամ աչքի ընկավ Հայկ Կարապետյանը Վայ Հակոբյանը եւ Նորայր Հովանիսյանը մեկական գոլեր գրանցեցին նրանք այս խաղում տեսնենք Նապոլին ինչպես այս խաղակեսը կանցկացնի եւ կկարողանա հետ բերել այս հաշիվը շատ մոտ է հիմա Երևանը իր առաջին միավորները վաստակելու այս մրցաշարում առաջին հաղթանակը շատ մոտ է նրանց բայց դեռ ամբողջ երկրորդ խաղակես կա մեզ սպասվելու որովհետև կարող է ամեն ինչ գլխի վայր շուռ գալ տեսնենք ինչպես կընթանա այս մնացած հատվածը հիմա շատ արագ ներկայացնեմ թիմերի հայտարարությունները Երևան դարպասում է Տրթատ Ասերյանը Արթուր Քոչարյան Հովանիսյան հիմա վտանգավոր էր արված եւ գոլ տեսնում ենք Նորայր Հովանիսյանը կրկին դարձավ գոլեղինակ դուբլ է գրանցում իր հաշվին Նորայր Հովանիսյան 4-0 դուբլ է գրանցում իր անվան դիմաց Երևանի ֆուտբոլիստը հենց մեկնարկում տեսնում ենք նորից Երևանը կարողացավ գոլ գրանցել շատ ակտիվ են նորից մեկնարկել նրանք տեսնում ենք այս խաղակեսն էլ Հակոբյան փոխանցում աճ բայց շատ ուժեղ էր Վայ Հակոբյանի Փոխանցումը հիմա անցնեմ կազմերին Տրթատ Ասերյանը դարպասում է Երևանին Արթուր Քոչարյան, Գոռ Հովանիսյան, Արեն Վխկելյան, Աշոտ Մնացականյան, Արտյոմ Ղազարյան, Վահե Հակոբյան, Նորայր Հովանիսյան, Սպարտակ Հարությունյան, Արտյոմ Ամիրխանյան եւ Հայկ Կարապետյան։ Նապոլի դարպասում է Թաթուն Բիենգոյանը, Կարո Պողոսյան, Կարեն Հովանիսյան, Գևորգ Սահակյան Արշակ Արաքելյան, Դավիթ Վարդանյան, Արա Ավակյան, Ամանուել Պետրոսյան եւ Արման Երկոյան։ Լավ փոխանցում Պողոսյանի ուղղությամբ, Պողոսյան առաջ է թողնում Կարո Պողոսյանը։ Շարունակում է հանդիպումը բարեկամներ, խլեց հիմա գնդակը Հակոբյանը և կարողացավ համար պայքարում Պողոսյանը խլեց գնդակը Ամիրխանյան փոխանցում ուժեղ էր այս անգամ Արտյոմ Ամիրխանյանի փոխանցումը Նետվել է գրոյի, տեսնում ենք Նապոլին, ենք Սահակյան, Արաքելյան, արվածը վտանգավոր էր իմ Արշակ Արաքելյանի, մի փոքր շեղ ընթացավ Նապոլիի ֆուտբոլիստի հարվածը, խոսեցի Երևանի անցած խաղից, նրանք պարտվեցին 0-1 հաշվով Բարսելոնային խոսեմ նաև Նապոլիի անցած խաղից նրանք նույնպես պարտվեցին, բայց 0-2 հաշվով այս անգամ իտալական
թիմերի մասնակցությամբ հանդիպում տեսանք Պալերմոն կարողացավ հաղթել Նապոլիին 2-0 հաշվով։ Փոխանցում եւ Երկոյանը բարձր հարվածեց ի վերջո։ Երկար փոխանցում Ասելյանից Ամիրխանյանի ուղղությամբ։ Արտյոմ Ամիրխանյան։ Վարդանյանը լավ պայքարեց նրա դեմ։ Տեսնում ենք հիմա երվից հարված Հովանիսյանի կողմից բարձր գոր Հովանիսյանի հարվածը։ Քոչարյան փոխանցում Ամիրխանյանին, կրկին Երևանը անցավ գրոյի։ Հովանիսյան փոխանցում, շատ վտանգավոր էր հիմա փոխանցում այստեղ Նորայր Հովանիսյանի։ Հակոբյանը ի վերջո լավ հարված չկատարեց այստեղից։ Երկար փոխանցում հիմա Պետրոսյանի ուղղությամբ։ Շան լավ անցում, փոխանցում Երկոյանին, կրկին Էմանուել Պետրոսյան, լավ փոխանցում նորից Երկոյանին, արված եւ հեռացնում է հիմա գնդակ այստեղ Աշոտ Մնացականյանը։ Լավ խաղարկումներ տեսանք Նապոլիի երկու ֆուտբոլիստների կատարմամբ, բայց հրաշալի գործեց ուղղակի պաշտպանությունում Աշոտ Մնացականյանը։ Անկյունային էր այստեղ տեսնում ենք Վարդանյանը հարված շատ բարձր էր հիմա Դավիթ Վարդանյանի հարվածը։ Երկար փոխանցում Ասերյանի կողմից շատ ուժեղ էր ի վերջո Երևանի դարպասապայի փոխանցումը։ Պետրոսյան փափուկ փոխանցում Երկոյանին եւ Հովանիսյանը եկավ խլեց այստեղ գնդակը։ Փոփոխություններ տեղի ունեցան հիմա Երևանի կազմում բարեկամներ։ Այս փոխանցումն էլ չստացվեց Վարդանյանի։ Երևանն է անցել գրոյի, Ամիրխանյան հարվածը փակված է։ Ապետյան փոխանցում Հովանիսյանին, Հովանիսյան կրկին լավ փոխանցում Ամիրխանյան։ Տանգավոր է հիմա այլ Կարապետյանն է հարվածում բարձր ստացվեց Հայկ Կարապետյանի հարվածը։ Լավ անցում տեսանք Առաքելյանից, նետվում է առաջ, Առաքելյան արված կրճատեց մի փոքր հանդիպման հաշիվը Նապոլին, դարձնելով 4-1։ Արշակ Առաքելյան 4-1 մի փոքր կրճատեց հանդիպման հաշիվը Նապոլին մեզ մոտ, հրաշալի գրով կազմակերպեցին Նապոլիի ֆուտբոլիստները։ Հեղինակը դարձավ Արշակ Առաքելյանը, այս գրոյի վերջում է լավ եզրափակում տվեց և արդյունավետ գործողության
աչքի ընկավ այս խաղում։ Կրկին Նապոլին խլեց գնդակը, նետվում է Գրոյի, Սահակյան, լավ սանքման գնաց այստեղ հիմա Արշոտ Մնացականյանը։ Անկյունայինը տեսնենք, փոխանցում վտանգավոր է Մնացականյանը հեռացրեց գնդակը։ Լավ, անցան հիմա կիսադաշտը իրենց Երևանի տղաները հակագրում են 4-2-ի փոխանցում Արված եւ Շեղը արվածեց այս լավ դիրքից հիմա տեսնում ենք Արտյոմ Ղազարյանը։ Փոխանցում Առաքելյան չթողեցին հարված կատարի այստեղից հիմա Արշակ Առաքելյանը հակագրում է նետվում հիմա Երևանը լավ փոխանցում Հարությունյանի ուղղությամբ բայց Պողոսյանը նրա ոտքից գնդակը տարավ հիմա այլ Ամիրխանյանն է արագ խլում կատարում 4-3-ի Արտյոմ Ամիրխանյան փոխանցում Հովանիսյանին ոչ Ղազարյանն է այստեղ հայտնվել հարվածը նա փակեցին երկրորդ հարվածը եւ գոլ բարեկամներ Կրկին 4 գոլի առավելություն է ստանում այս խաղում Երևանը Նապոլիի նկատմամբ Արտյոմ Ղազարյան 5-1 նորից մեծացրեց իր առավելությունը այս խաղում Երևանը Ղազարյանն էլ աչքի ընկավ հիմա կրկին Երևանն է նետվել Գրոյի լավ փոխանցում Հարությունյանի ուղղությամբ Հարությունյանը հարված փրկեց իր թիմին Թաթուլ Ենգոյանը հերվից հարված այս անգամ թույլ հարված էր տեսնում ենք Եզրային նետում է հիմա էլ վաստակում այս դրվագում Նապոլին Պետրոսյան փոխանցումը լավ է չէր այստեղ Էմանուել Պետրոսյանի Երկար փոխանցում է Սևյանի կողմից Լավ խաղարկումն էր նորից, լավ փոխանցում Ղազարյանի ուղղությամբ Ամիրխանյան փոխեց Գրոյի եզրը դեպի Վխկերյանը, բայց չհասավ այս գնդակին Արեն Վխկերյանը Քոչարյանն էր այլ լավ գործում այստեղ, բայց հնարից խլեց գնդակը Սահակյանը Նետում է Երևանինն է Ով է արտի տեղը։
Դիրքեր ընկեր, որը է, վայ պաշտպանես։ Վարոտից դուրս գաս, որ գծից վարոտից դուրս, ես կով կամեի։ Փոփոխություններ տեղի ունեցան հիմա Երևանի կազմում։ Կերտին բարեկամներ։ Փոխանցում վտանգավոր էր, բայց չհասավ այս գնդակին Վահե Հակոբյանը։ Խլեց նորից գնդակի Երևանը։ Ամիրխանյան փոխանցում։ Անաջող գրող նորից Երևանի կողմից։ Արաքելյան և խախտում Ղազարյանի կողմից։ Տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրացնի Նապոլին։ Գնդակի մոտ է Արաքելյանը, փափուկ փոխանցում։ Ասերյանը վերցրեց գնդակը և արագ փոխանցում կատարեց դեպի առաջ։ Ղազարյան լավ պայքարեց հիմա այստեղ նրա հետ Դավիթ Վարդանյանը։ Պողոսյան հրաշալի անցում, Պողոսյան։ Խլեցին այս գնդակը, հիմա նետվում է գրոյի Երևանը, Հարությունյան լավ փոխանցում, արված և գոլ։ Նորայր Հովհաննիսյանի հետրիկը կայացած է բարեկամներ, հաշիվը դարձրեց 6-1։ Նորայր Հովհաննիսյան 6-1 հետրիկ ձևակերպեց Երևանի ֆուտբոլիստը։ Վերջին 5 րոպեներն են մնացել հանդիպման ավարտի։ Այսօր ի վերջո կկարողանա Երևանը իր առաջին միավորները հաստատել այս մրցաշարում։ Շատ լավ հանդիպում են անցկացնում նրանք։ Պարկեցին հիմա անկյունայինը։ Ամիրխանյան։ Փոխանցում և Ղազարյանի հարվածից հետո փրկեց հիմա Ենգոյանը։ Կրկին խաղարկված է անկյունայինը, Նորայր Հովհաննիսյան, փափուկ փոխանցում։ Հեռացված է գնդակը նորից։ Կարող է հակագրոհել Նապոլին, բայց չստացվեց, հիմա վտանգավոր կարող է լինել։ Հարված Ենգոյանն է փրկում նորից իր թիմին։
Ասրյանն է շարժվում առաջ տեսնում ենք բարեկամներ, դաշտի կենտրոնում է հայտնվել Ֆերհադ Ասրյանը, երբից արված եւ շքեղ գոլի հեղինակ է դառնում մեզ մոտ Երևանի դարպասապա բարեկամներ Փայլուն էր ուղակի բարեկամներ Տրթատ Ասրյանի գոլը հերբից կրակոց տեսանք Երևանի դարպասապայի կողմից շատ քիչ էինք տեսել այս մրցաշարում որ դարպասապա գոլ հեղինակ դառնամ Եթե չեմ սխալվում այս մրցաշարում առաջինն էր Տրթատ Ասրյանը դարպասապայինների մեջ, որ գոլի հեղինակ դարձավ, հիմա Նապոլին է գրոհում, Առաքելյան խլեց գնդակը Հարությունյանը կարող է հակը գրոհել, մենակ է մնացել Հակոբյանը դարպասապայի դիմաց, վայ Հակոբյան արված բրկեց իր թիմին Թաթուլ Լենգոյանը Անկյունայինը տեսնենք, փոխանցում Հակոբյան շրջադարձ հարվածը չստացվեց հիմա Հակոբյանին Ախտում է արձանագրում հիմա Մրցավարը արագ խաղարկեցին գնդակը երկար փոխանցում Երկայանի ուղղությամբ հարված Ասրյանը փրկեց իր թիմին Ազարյան երկար փոխանցում Հաչիեզր Հարությունյանի ուղղությամբ Հարությունյան խաղարկեց Կարապետյանի հետ գնդակը Այդ Կարապետյան վտանգավոր է եւ հեռացնում է գնդակը հիմա Թաթուլ Լենգոյանը Վերջին րոպեն է ընթանում բարեկամներ Այս հանդիպման Երկանը խլեց գնդակը արված կրկին Տրթատ Ասրյանն է փրկում իր թիմին Օսյան լավ խաղարկում Առաքելյան լավ անցում երվից արված կրկին անզուգական սեյվի հեղինակ է դառնում մեզ մոտ Տրթատ Ասրյանը այսօր էլ նա լավագույններից մեկն է իր թիմում նա անգամ գոլ գրանցեց իր անվան դիմաց Արագ խաղարկեցին անկյունային հիմա Նապոլի տղաները փոխանցում Ղազարյանը եկավ եւ հեռացրեց գնդակը Եվ վերջ բարեկամներ հանդիպումն ավարտված է 7-1 հաշվով Երևանը հաղթում է Նապոլին ի վերջո կարողանում իր առաջին միավորները վաստակել այս մրցաշարում հետաքրքիր հանդիպում ստացվեց բարեկամներ հիմա մնացեք մեզ հետ կարճ դադար կվերադառնանք մի քանի րոպեից